21 TV-ում ժամն առողջությանն է, եթերում ապրենք առողջն է, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Վիկմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Էմմա Արզիևային։ Մին զրույցին անցնելն ասեմ շնորհակալություն Climate Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Բարի գալուստ, շատ ուրախ ենք, որ կրկին մեր տաղավարում եք։ Ողջույն։ Որովհետև ձեզ հետ հաղորդումները միշտ շատ այսպես ինտերակտիվ ու հետաքրքիր են լինում եւ այս հաղորդումը եւս բացառություն չլինելով նորից խոսելու ենք մեր երեխաներից, երեխաների հոգեբանությունից ու հիմա բոլոր մայրիկները կասեն, այ այս մեր ընտանիքի մասին է, հա, խոսենք երեխաների կամակորությունների մասին, հա։ Կամակոր երեխայի, այսպես ասած, Սանձահարում հայտնի ֆիլմի, եթե այսպես ասած փոփոխությունն անենք։ Նախ ինչ ասել է կամակոր երեխա, որովհետև ոմանց համար կամակորությունը դրսում գետնին պարկած լացելը, մյուսի համար կամակորությունը, երբ երեխան չի ուզում նստած տեղից վեր կենալ մի ուրիշ տեղ գնալ շատ օբյեկտիվ պատճառներով։ Որտեղ է այդ սահմանագիծը։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, եթե փորձենք կամակոր վարքը դիտարկել նեղ եւ լայն իմաստով, ապա նեղ իմաստով, այո, դա որևիցե անցանկալի վարքն է ծնողների կողմից դիտարկվող կամ պիտակավորվող, երբ որ երեխան պառկում է հատակին կամ պահանջում է որևիցե մի առարկա, որ հենց այդ պահին իրեն պետք է փոխանցեն կամ օրինակ չի ուզում գնալ քնելու։ Իսկ ավելի լայն իմաստով կամակոր վարքը դա հույզերի դիսբալանսն է, այսինքն երբ որ երեխայի մոտ հուզական դրսևորումները գերակշիռ են դառնում եւ երեխան չի կարողանում ինքնուրույն այդ իրավիճակից դուրս գալ։ Շատ հաճախ մենք կամակոր երեխային մեկ այլ շատ տգեղ պիտակավորում ենք տալիս, իհարկե ոչ եթերային է բառը, բայց որպեսզի ավելի հստակ ու պատկերավոր լինի, ասում ենք անդաստիարակ երեխա, հա։ Արդյոք կամակորությունը եւ դաստիարակությունը որևէ կապ ունեն իրար հետ։ Շատ լավ, ձեր հարցին այսպես պատասխանեմ, որ մեր ժողովրդական առօրյա կենցաղային բառապաշարում կա հետևյալ նախադասությունը, որ երեխան ընտանիքի հայելին է։ Որոշակի ռացիոնալ հատված կա այդ նախադասության մեջ, որովհետև երեխան որոշ իմաստով արտացոլում է այն հուզական ֆոնը, որը որ թևածում է տվյալ ընտանիքում։ Եթե ընտանիքն ունի տագնապայնության բարձր շեմ կամ որևէ քրոնիկական չլուծված խնդիր, ապա մեծ հավանականության երեխան դրա կրողն է դառնում եւ իր վարքը փոփոխության է ենթարկվում, դառնալով չհամագործակցող եւ որոշ իմաստով ագրեսիվ։ Դաստիարակության մասով չեմ կարող հստակ կոռելյացիոն կապ տալ, որ անդաստիարակ երեխան դա նույն կամակոր երեխան է, բայց այսօր մենք խոսելու ենք կամակոր վարքի ոչ միայն հոգեբանական կողմի, այլև նյարդաֆիզիոլոգիական կողմի մասին եւ ձեր հարցին որոշակի պատասխան կտա պրեֆրոնտալ կեղևի կամ որ նույնն է գիտակցության կամ հուզական ղեկավարման համար պատասխանատու կեղևի մեկնությունն ու նկարագրությունը, որովհետև երեխաների մոտ դեռևս հուզական վերահսկողությունը լիարժեք զարգացած չէ, երեխաները շատ հուզական են եւ ինչ որ իմաստով սուբյեկտիվ, խաղի կանոնները փոփոխող եւ ծնողները որոշակի իմաստով նրանց համար կողմնորոշիչ են համարվում եւ եթե չկան այդ կանոնները, ներքին մշակութային կանոնները որոնցով երեխան գնում է դեպի համագործակցության, ապա այդ սահմանները շատ լղոզված են դառնում։ Օրինակ, հա, եթե ունենք խնդրային ինչ-որ իրավիճակ եւ երեխան մշտապես իրենն է պնդում, ծնողը մի հատ պետք է հասկանա արդյոք այդ իրենը պնդելը որոշակի իմաստով հակասում է իրենց մշակութային կանոնների կամ արժե համակարգից չի բխում եւ դնի որոշակի սահմանափակումներ, որտեղ այդ սահմանափակումները ոչ թե ճնշող սահմանափակումներ են, այլ հենց կանխատեսելիություն առաջացնող սահմանափակումներ են, որովհետև երեխայի հուզական ֆոնը խիստ տարբերվող է, նա կարող է այս պահին ծիծաղել, հաջորդ պահին լացել, վիրավորվել, բարկանալ, ուրախանալ եւ ծնողները այն ուղենիշն են, որոնց որ երեխաները սովորաբար հետևում են։ Մենք շատ հաճախ նաև կարող ենք լսել, երբ մայրիկներն ասում են, ինքը հենց այսպես էլ ծնվել է, ծնված օրվանից կամակոր էր, իր բնավորության տերն էր եւ ինչպես շատ հաճախ նաև ժողովուրդն ասում է, բնավորությունը հենց օրորոցից է սկսվում, հա։ Այս դեպքում հակասություն չի լինում, որ ոչ դաստիարակության խնդիրներ, ոչ ընտանիքի հոգեհուզական իրավիճակի կրողն է երեխան, այլ պարզապես երեխան նորածին հատվածից, ժամանակահատվածից ինքն արդեն կամակոր է։ Սովորաբար կամակոր վարքի հետևում ընկած են հենքային պատճառներ, որոնցից մեղավոր չէ, մայրիկը մեղավոր չէ, հեսա հասկանանք առաջին պատճառներից մեկը չձևավորված խոսքն է։ Այսինքն սովորաբար կամակոր են լինում այն երեխաները, ովքեր որ չունեն հստակ ձևավորված
միտք, հստակ ձևավորված տարիքին համապատասխան խոսք, եւ այստեղ առաջնային է դառնում խոսքը զարգացնել, որպեսզի երեխան կարողանա իր ուզածը բառերով կամ ոչ վերբալ խոսքով արտահայտել։ Երկրորդ հիմնական պատճառը սովորաբար ուշադրության պակասն ու դեպրիվացիան է, որտեղ որպես անձ եւ որպես անհատականություն մենք շատ ունենք ուշադրության կարիք, անկախ նրանից դա դրական թե բացասական ուշադրություն է։ Եվ եթե երեխան, այսպես ասած, պատշաճ ուշադրության չի արժանացել եւ իր անձը չի արժեվորվել ինչ որ իրավիճակներում, նա դա փորձելու է լրացնել իր կամակոր վարքի պատճառով։ Երրորդ հիմնական պատճառը դա անկանխատեսելիությունն է, օրակարգի բացակայությունը, այսպես ասած, որը որ կարող է դրսևորվել հենց նորածնային շրջանից սկսած։ Այսինքն երեխան ծնվեց, ծնողները երեխայի հետ եկան ընտանիք, իրենց տուն եւ օրակարգը վերածվեց քաոսի։ Ինչքան քաոտիկ է օրակարգը, այնքան բարձր է երեխայի մոտ տագնապայնությունը եւ այնքան կամակոր կարող է լինել երեխան։ Եվ ոչ թե մենք այստեղ բնավորության առանձնահատկությունների հետ գործ ունենք, այլ ուղղակի սովորական ռեժիմի բացակայության, որը որ երեխայի մոտ լրացուցիչ լարում է առաջացնում։ Իսկ բնավորությունը սովորաբար ձեռքբերովի հատկանիշ է համարվում, այն ինչ որ իմաստով գոյատևման ռազմավարություն է, այսինքն մարդը ձեռք է բերում այնպիսի հատկանիշներ, որոնք որ իրեն կօգնեն փոփոխվող պայմաններում հարմարվել եւ տվյալ տրամաբանությունից ելնելով երեխան էլ հենց այնպիսի որակներ է իր բնավորության մեջ ներդրում, որ իրեն կօգնի հնարավորինս կոմֆորտ եւ հարմարավետ պայմաններում ի հայտ գալ։ Սա է պատճառը, որ օրինակ առաջին երեխաներն են հատկապես լինում կամակոր եւ ընտանիքի փոքրերն են լինում կամակոր։ Չգրված օրենք է, բայց շատ հաճախ ենք հանդիպում հենց այս երեխաների շրջանում։ Որովհետև երեխայից երեխա մեր ծնողավարման ոճը ուզենք մենք դա թե չուզենք փոփոխության է ենթարկվում, որովհետև առաջնեկի դեպքում սովորաբար մենք ամփորձ ենք կամ ունենք ինչ որ հստակ պատկերացնած ռիգիդ մոդելներ, որ իմ երեխան այսպես պետք է լինի, այնպես պետք է լինի եւ հաճախ այդ ռիգիդության մեջ մենք կորցնում ենք կենթանի ծնողավարման սկզբունքն ու մոդելը եւ այո կարող է առաջնեկը հենց դրանից դրդված իր վրա էներգիայի վեկտորը ուղղելու, որ մի հատ մոռացի այդ քո չգրված կանոնները, մոդելները կամ գրքային ինչ որ ինֆորմացիաները, այլ ուշադրությունը դեպի ինձ սևեռիր։ Իսկ փոքրիկների պարագայում կարծում եմ ունի իր հստակ բացատրությունը, դա գաղտնիք չէ, որ փոքրերի նկատմամբ մենք շատ ավելի հանդուրժող ենք, ավելի տոլերանտ ենք եւ հնարավոր է այդ կանոնները շատ հաճախ փոփոխվում են։ Այսինքն երեխան հակասական ուղերձներ է ստանում, որ մի իրավիճակում սա կարելի է, մյուս իրավիճակում սա չի կարելի եւ երեխան այդպես էլ չի հասկանում արդյոք այդ արարքը կարելի է թե չէր կարելի անել։ Իսկ ինչ վերաբերվում է գործնական առաջարկություններին, ես նոր իմ խոսքում նշեցի պրեֆրոնտալ կեղևի մասին, որ երեխաների մոտ այն դեռևս լիարժեք զարգացած չէ եւ ինչ որ շատ դանդաղ զարգացման փուլ է ապրում, բայց դա չի նշանակում, որ եթե երեխայի մոտ այդ կեղևը դեռևս իր հասունության մակարդակին չի ասել, ուրեմն նորմալ են բոլոր տեսակի կամակոր դրսևորումները։ Այստեղ ծնողների դերն է լինում, որպես գործնական առաջարկություն նեյրոպլաստիկության շնորհիվ նպաստել նրան, որ ավելի արագ տեղի ունենա այդ զարգացումը եւ երեխան կարողանա իր հույզերը ճանաչել, որ իրավիճակում որ հույզերն են իր մոտ գերակշիռ դառնում եւ դա կարելի անել շատ փոքրիկ տարիքից հետ վերադարձնելով հույզը, որ ես նկատեցի, որ երբ որ ես քեզ մերժեցի, դու բարկացար կամ դու բարկացար եւ ինչ որ վարք ցուցաբերեցիր կամ տխրեցիր կամ լացեցիր, շատ կարեւորվում է հույզի հետ վերադարձը, որովհետեւ հաճախ մենք մեծանում ենք, արդեն հասուն տարիքում չենք կարողանում տարբերել մեր իսկ հույզերը։ Այո։ Այստեղ են ասում, չէ, մենք չենք ճանաչում մեզ եւ այս ճանաչողության մեջ նաեւ մեր հույզերը ճանաչելն է, նաեւ այստեղ ցանկություններն էլ իրար հետ շղթա է դառնում ցանկություններ, հույզեր, ճանաչողություն եւ այլն։ Սեր հեռուստատողներ, ես ձեզ առաջարկում եմ փոքրիկ տեսանյութ դիտենք, նորից վերադառնանք ու շարունակենք։ Ես մի փոքրելի ինֆորմացիա ունենանք հուլիսի երկրորդ մնաչելը, հուլիսի 26-ին ունենանք կոնֆերանս, որտեղ կլինի եւ լազերային հեռացումներ, տատուաժի սպիկերներ եւ մեր տեղացի հայերը, տեղեր կունենանք իհարկե նոն-ստոպի համար, սպիկերների համար, կլինի հասարակական կազմակերպության մեջ գրանցված անձանց համար բնականաբար զերծող կլինի
ոչ դյուրացվածների համար հստակ ինքը որոշվի, դրուց արդեն Երկար տարիների փորձ ունենալով, մասնակցելով հարյուրավոր կոնֆերանսների, արդեն 12 տարվա փորձ ունեմ, այս կոնֆերանսը, Էտալոն Միքսի կոնֆերանսը մեր Հայաստանում մեծ ահավոր տարբերություն է տալի, ինչի, որովհետև համմասշտաբն էր մեծ լավ, Tattoo Generation կամպանիան լավ կազմակերպել էր, ամեն ինչը տեղին, ու մասնակիցները շատ ավելի հետաքրքրված էին, թե Էտալոն Միքսի մեր պիգմենտներով, թե մասնակիցներով շատ հարցեր էին տալիս, իրանց շատ հետաքրքիր էր ու խորհուրդ կտամ, որ այսպիսի կոնֆերանսներ ավելի հաճախակի կազմակերպվեր մեր Հայաստանում, որտեղ մեր մոտի մաստերներն ավելի շատանում են, ավելի քանի գնում են, այնքան ավելի շատ հետաքրքրություն առաջանում իրանց մոտ։ Ես շատ ուրախ եմ, որ Tattoo Generation-ը կազմակերպում է նման միջոցառումներ։ Ես ինքս հանդիսանալով օրգանիզատոր, գիտեմ, թե ինչ բարդ է նման միջոցառումներ կազմակերպելը։ Մասնագետներին տալիս է շատ մեծ փորձ։ Մասնագետը մասնակցելով նման միջոցառումներին ավելի լավ է սկսում աշխատել, հա, նոն-ստոպի ժամանակ փոքր-փոքր, հա, ամեն մի մասնագետից ինչ-որ մի բան քաղելով սկսում է ավելի լավ մասնակցել։ Թեկուզ սկսնակների համար, թեկուզ այն մասնագետներին, ովքեր ունեն տարիների փորձ, կարծում եմ շատ լավ առաջարկ է նման միջոցառումներին մասնակցել եւ ավելի լավ աշխատել։ Հետագայում ավելի միգուցե եւ այս ամենը իրեն բերի նրան, որ ինքը մի օր լինի սպիկեր, այնքան լավ զարգանա, այնքան սկսի լավ աշխատել, որ ինքը եւս դառնա մի օր սպիկեր, ու սուդիա, հա, առաջ գնա եւ դառնա լավ մասնագետ, որը մեր Հայաստանում շատ կարեւոր է։ Այսօրվա միջոցառումը տարբերում էր նրանով, որ կազմակերպչական աշխատանքները բավականին բարձր մակարդակի էին, ունենք բավականին շատ մասնակիցներ, որը գովելի է այսօր մեր բոլորի համար։ Да, я впервые в Армении, и все мои ожидания оправдались, потому что настолько гостеприимная страна, я была наслышана, и я действительно это ощутила.
Если у меня будет такая возможность, я обязательно воспользуюсь приглашением и приеду снова к вам. Это очень классное мероприятие, очень много гостей сегодня здесь в зале, и я ощущаю, насколько мастерам интересно все, что мы рассказываем. Они очень жадно впитывают знания, и я надеюсь, что они потом будут применять их в своей работе. Конечно, это в первую очередь рост как профессиональный, так и развитие в будущем. Это всегда большой приток клиентов, это всегда что-то новое в профессии, это всегда быть в тренде и предлагать своим клиентам только лучшее, что есть сейчас на данный момент в мире. Я уверена, что в таких мероприятиях участвовать обязательно нужно, потому что это развитие мастера, развитие своих профессиональных навыков. И те, допустим, чемпионаты, которые проводятся на данный момент, они тоже позволяют мастеру вырасти. Мне очень понравилось в Армении, я здесь впервые, и для меня очень было удивительным, что здесь так много мастеров посещают столько мероприятий. Очень много людей собрали, и мне кажется, это очень ценно и здорово, что у нас есть такая возможность делать для них демо-показы, давать столько пользы. Я считаю очень важным, что мастера посещают такие мероприятия, ездят, учатся, знакомятся, обретают какие-то важные связи для того, чтобы в дальнейшем получать возможность быстрее развиваться и зарабатывать больше денег, привлекать больше клиентов. Я также побуждаю каждого участника обязательно участвовать не только в конференциях, но и в чемпионатах. Это очень поможет быстрее расти и развиваться в сфере перманентного макияжа. Հանրապետության տարբեր քաղաքների ու մարզերի պերմանենտ դիմահարդարման մասնագետների համար այսօր տոն է, քանզի Tattoo Generation ընկերությունը կազմակերպել է իր հերթական լայնամասշտաբ ու հետաքրքիր, գեղեցիկ ու նաև զվարճացնող ու զվարճալի կոնֆերանսը։ Մանրամասների մասին զրուցելու համար առաջին ձեռքից ինֆորմացիան կստանանք ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ավագյանից։ Շնորհակալություն, գրեթե 200 մասնակից ունենք այսօր, ես այդպես որքանով որ հասցրեցի հաշվել, իհարկե մաթեմատիկական ունակություններս այդքան բարձր չեն, բայց փորձեցի մոտավոր այդքանը հաշվել։ Ինչպես եք կարողանում, որ ամեն կոնֆերանս նախորդից էականորեն տարբերվում է եւ կարծես թե նշաձող եք դրել, որ ինքներդ ձեզ ամեն անգամ պիտի գերազանցեք ու բավականին լավ էլ ստացվում է։ Շնորհակալություն Տաթև ջան, եւս մեկ անգամ մեզ հնարավորություն ընձեռնելու ձեր հաղորդման միջոցով լուսաբանենք որպեսզի լուսաբանենք մեր միջոցառումները եւ մեր կազմակերպության մասին։ Այո, իհարկե, այս անգամ բավականին մասշտաբային եղավ մեր միջոցառումը, մենք չենք սպասում այսքան շատ, անկեղծ ասած, որովհետեւ մեր հայերը սովորություն են վերջին օրերին գրանցվելու, անգամ վերջին ժամերին նաև, այսպես ասեմ, վերջին 2 օրը մենք 65-ից ավել մասնակից գրանցում ունեցանք եւ այստեղ հասկանալի է միջոցառման լինի նաև թերություններ, բայց փորձեցինք, որ չունենան բողոքներ չունենան կամ քիչ ունենանք, ամեն դեպքում Դուք հիացած դեմքերը տեսել եք, ինչ բողոքի մասին է խոսքը։ Ես չեմ հասցրել ոչ մի բան տեսնել։ Ես ամեն ինչ նկատել եմ։ Միշտ վազվզում եմ ես այստեղ, ամեն դեպքում փորձում ենք կատարելագործել ամեն անգամ մեր կոնֆերանսները, այս անգամ մի փոքր փոփոխեցինք միջոցառումը, որպեսզի միայն չնստեն կամերայի մոտ նայեն մեծ էկրան, այլ նաև մոտենան մասնակիցները, մասնագետներին մոտ հարցեր տան, հենց տեղում ավելի մոտիկից նայեն, իրենց աչքով նայեն, ոչ թե մեծ էկրանով։ Այս անգամ մենք հյուրընկալել ենք Etalon Mix բրենդը, որը բավականին հայտնի է Հայաստանում, եւ իդեպ բավականին մեծ նվերներ էին բերել, այսպես ասած մուտք արժեքի տոմսից 5 անգամ բարձր գնով նվերներ էին բերել, ինչի համար շնորհակալ ենք։ Եկել էին հենց ստեղծողները, ղեկավարները Etalon Mix ընկերության, իրենց հետ 5 ներկայացուցիչ էին բերել, որպեսզի հանդես գային եւ որպես դակլատ սպիկեր լինելով, դակլատ տան, հա, խոսնակ, եւ ցույց տան իրենց տեխնիկաները, թե ինչպես են աշխատում, այս բանը որ մենք զրուցում ենք, իրենք այդտեղ աշխատում են ու բավականին հագեցված է, բոլորը մոտենում են, իրենց հարցերն են հուզող տալիս, ավելի մոտիկից են ծանոթանում, ավելի խորն են ուսումնասիրում մասնագիտական այդ հմտությունները, այդ գաղտնիքները ավելի մոտիկից են տեսնում, այլ ոչ թե նստած հեռվից մեծ էկրանով։ Ինչ է սպասվում մեզ։ Դա էլ մենք կկատարելագործենք այդ ամենը, էլ ավելի լավ ձևով կներկայացնենք հետագայում, ինչը մեզ սպասվում է նաև հետագայում ամսի 26-ին հուլիսի, մենք փորձում ենք կատարենք մի մեծ միջոցառում,
որը նվիրված կլինի ոչ միայն հենց պերմանենտ դիմադրմանը, այլ նաև այնտեղ կլինի լազերային միջամտության ցուցադրումներ, ինչպես ճիշտ հեռացնեն դաջվածքը, այնտեղ կլինի պիրսինգ, հա, դակումը, կլինի թարթիչների լիցք, պերմանենտ դիմադրում, հենց դաջված կլինի, այսպես տարբեր մասնագետների խումբ կունենանք եւ ամսի 26-ից հետո այն մասնագետները, ովքեր հուլիսի 26-ից հուլիս երկրորդը այն մասնագետները, որոնք կգան որպես խոսնակ, հենց հաջորդաբար օրերին կունենան նաև անհատական մաստեր կլասներ, այսինքն երբ որ մասնակիցը աշխատում է արդեն հենց իրական մոդելի վրա ու մասնագետը նայում, հսկում, վերահսկում է եւ տալիս է իր ցուցումներն ու ուղումները, այսպես ասած ձեռքը ուղում է, հա, այս մասնագիտական պերմանենտի մեջ ասված։ Այնպես որ ամսի 26-ին հուլիսի, սիրով սպասում ենք, կարող եք արդեն ինֆորմացվել մեր Instagram-յան, Facebook-յան եւ այլ էջերով, մենք կտեղադրենք այդ ամենը մանրակրկիտ, ովքեր են գալիս, ինչ միջոցառում է լինելու եւ իդեպ կուզենայի նշել, որ հետագա մեր միջոցառումները մենք ըստ երևույթին կկազմակերպենք մեր հասարակական կազմակերպությունով, որը կոչվում է Global Beauty Union, որը միայն պերմանենտ չի, այնտեղ ամբողջ beauty սֆերան է լինելու եւ այս պահին մենք արդեն բացել ենք մեր խումբը, Telegram կանալներ եւ այլ կանալներ, հա, այսպես Viber, Telegram եւ այլն, որտեղ կարող են իրենց հարցերը բարձրաձայնել մեր մասնագետները այլ ոլորտների, դա կլինի վասահարդարում, մատնահարդարում, այլ beauty սֆերաները ցանկացած, որ աշխատում է beauty սֆերայում։ Ինչի համար է դա նաև իրենց համար լավ։ Այսօր մենք ստանում ենք բավականին բողոքներ մասնակիցների կողմից, ոչ թե մեր մասնակիցների, այլ առհասարակ, երբ որ մասնակցում են մի ինչ-որ մրցաշարի են մասնակցում կամ մասնակցում են ինչ-որ կոնֆերանսի, ինչ-որ գանգատներ, այդտեղ մենք էլ ենք սովորում եւ հետագայում ուրիշի սխալը, որ մենք թույլ չտանք, այսպես ասած, հա։ Խելացի մարդիկ ուրիշի սխալների վրա են սովորում։ Այո։ Տեսեք, այսօր կա խնդիր մեր Հայաստանում, ով ուզում կազմակերպում է մրցանակաբաշխություն, չգիտեմ, առաջին տեղ, երկրորդ, երրորդ, լավագույն տարվա մասնագետ եւ այլն, հա։ Մենք այդ ամենը փորձելու ենք օգնենք, կանոնակարգենք, ոչ թե վերահսկենք, այլ հանենք այդ ամեն ինչը, այլ գոնե խրախուսենք։ Լավ օրինակ լինենք։ Այո, խրախուսենք ոնց ճիշտ անեն եւ լավ օրինակ ցույց տանք հետագայում, որ անկեղծ ասեմ, ես ինքս հիմա ամբողջ ուժով ներդրում եմ կատարում այդ ամեն ինչի մեջ ու կցանկանային մասնագետներն էլ հույսով հավատով մասնակցեն, այսպես ասած շանս տան մեզ, որ հասկանան ով ենք մենք հետագայում շարունակելու համար։ Իհարկե գիտեմ, շատ անգամ մասնակցել են այլ միջոցառումների, ոմանք հիասթափվել են, ոմանք ուրախացել են, հաղթել են, ոմանք խնդիրներ ունեն այլ կազմակերպչական եւ այլն, այս անգամ կտեսնեն որն է, այսպես համեմատական կհասկացնեն եւ կհասկանան ում հետ կարելի է առաջ գնալ ու դեպի որքան։ Իրական որովհետեւ ասում են միջազգային ինչ-որ կոնֆերանս, որտեղ միայն հայերն են լինում, դա միջազգային չի։ Միջազգային մրցույթ, որը միայն հայերն են լինում, 1-2 հոգի են դրսից, լավ, ասենք դա միջազգային է, բայց ինչքան եթե 90%-ը հայ են, 1-2 հոգի այլ երկրից հաղթում են այն մարդիկ, ովքեր որ ինչ ծանոթություն ունեն կամ դա պետք է բացառվի այդ երևույթները, որ մարդիկ ցանկանան մասնակցել միջոցառմանը։ Նմանատիպ երևույթները վնասում են նաև նմանատիպ այս ձևի կազմակերպման միջոցառումներին են վնասում, որովհետև մեկ անգամով մասնակցում է նմանատիպ միջոցառմանը հիասթափվում է, մոտակա 1-2 տարին էլ չի ուզում մասնակցի։ Դա նորմալ երևույթ է, ինչքան ուզում ես լավ եղի, ինչքան ուզում ես բացատրի, նա արդեն էլ չի ուզենալու մասնակցի։ Մենք հիմա մտածում ենք, արժի արդեն անել չեմպիոնատ Հայաստանում, թե չարժի, որովհետև ունենք շատ բողոքներ առհասարակ, ոչ միայն Հայաստանում, այլ երկրներ են գնում մասնակցում, խոսքը չի բերում մենակ Հայաստանում մասնակիցների մասին, գնում են այլ երկրներ են մասնակցում, նույն խարդախությունը բերում են այնտեղ։ Դրա համար մենք փորձելու ենք կանոնակարգենք այս ամենը եւ հետագայում խոսենք մեր ՀԿ-ով հասարակական կազմակերպությունով, թե ինչպես ենք լոգոտիպ տրամադրում մարդկանց, ինչպես են առաջ գնում, ով իրավունք ունի այդ լոգոտիպը ստանա, ինչի համար է ստանում այդ լոգոտիպը, հա, հետագայում հաճախորդները կհասկանան, եթե այս մարդը ունի այս լոգոտիպը, նշանակում է իրան
վերահսկել են, ստուգել են, ամբողջ արդեն ինֆորմացիան տեղնա, փաստաթղթերը տեղնա, սանիտարագենիկը նորմալ է, ամեն ինչը տեղին է լինում, դրա համար արդեն կարա ավելի վստահորեն մոտենա այդ մասնագետին, հա, որպես հաճախորդ եւ ոչ միայն հաճախորդն, մասնագետները իրենք եւս կստանան այդ վստահությունը, որ իրանք ստուգված մարդիկ են։ Իրանք ունեն այդ ամեն հնարավորությունը մասնակցելու թե չեմպիոնատի, թե աշխատելու, թե առաջ գնալու, իսկ իրենցից ինչ որ բան են ներկայացնում։ Շարունակելով զրույցը, այստեղ վստահ եմ այն մայրիկներն, ովքեր արդեն իսկ բախվել են, հա, կամակոր երեխաների հետ, նույնիսկ երեխաների, որովհետև կարող են տանը լինել 3, 4 եւ ավելի երեխաներ, եւ եթե բոլորն էլ ունենան կամակորություններ, այդ մայրիկին չեմ ուզում նախանձեմ, հա։ Լավ, որտեղից սկսեն, ինչպես անեն։ Շատ հաճախ ոմանք ուղղակի զենքերը վայր են դնում մտածելով վերջ, որևէ բան չեն կարող անել, մյուսներն ավելի ծայրահեղ քայլերի են դիմում, փորձում են բռնի ուժ արդեն կիրառել, ծեծել, զրկել, պատժել եւ այլն։ Ինչպես անենք, որպեսզի մեր դերը բարձրանա ու նաեւ երեխայի ինքնագնահատականը չընկնի, եսը չվնասվի։ Ի վերջո նաեւ լինում են դեպքեր, երբ այդ բռնության հիմքում երեխան ուղղակի կամակորություն չի անում, բայց կոտրվում է եսը եւ ինքնադրսևորումը։ Շատ հետաքրքիր ձևակերպում տվեցիք, որ ինչպես անի ծնողը կամ մայրիկը կամ հայրիկը, որպեսզի այդ կամակոր վարքը շարունակական չլինի եւ միևնույն ժամանակ եսը չվնասի։ Սկսենք նրանից, որ պետք չի երեխային պաշտպանել, երեխային լռեցնելով։ Երբ որ մենք երեխային լռեցնում ենք, տեղի ունենում արտամղում պաշտպանական մեխանիզմն է, այսպես ասած, ակտիվանում, եւ այդ բոլոր չարտահայտված հույզերը ռեպրեսվում են, ճնշվում են ներսում եւ արտացոլվում են վարքի վրա։ Տվյալ դեպքում, եթե մենք բախվել ենք ինչ որ կամակոր իրավիճակի, նախ պետք է հիշել, որ մենք գործ ունենք երեխայի հետ, երեխան ռոբոտ չէ եւ ունի իր հույզերը, ունի իր դրսևորումները հուզական, եւ մենք որպես ծնող հեռանկարային իրավիճակը պիտի դիտարկենք, որ չէ որպես լոկալ այդ բային, որ լռեցնենք, ուղղակի գլուխներս հանգստանա, որ հա, այո, ընդունում եմ լիարժեքության, որ դրա կարիքը շատ լինում է, այլ փորձենք հասկանալ այդ վարքի տակ ինչ է թաքնված, որովհետև սովորաբար, երբ որ բառերը չեն բավականացնում, երեխան սկսում է արդեն վարքով իր ուշադրությունը պահանջել եւ ուշադրությանը արժանանալ։ Փորձենք այդ հույզերը անպայմանորեն քննարկել։ Ինչ ես դու հիմա զգում, լացում ես, դու տխրում ես, վիրավորված ես, բարկացած ես։ Երբեմն ծնողները մտածում են, որ դու դա ծուղակային իրավիճակ է, որովհետև մի հատ էլ եթե ես իրեն լացելու պահին ասեմ, ես նկատում եմ, որ դու շատ տխուր ես, նկատում եմ, որ շատ ծանր տարար, որ մենք օրինակ բակ չգնացինք, մտածում են, որ դա ինչ որ անվերջանալի շղթա կբերի, բայց այդպես չէ։ Նայած թե մենք ինչպես իրեն կասենք, եթե երեխան մեր ուշադրության կենտրոնում է եւ մենք տիրապետում ենք ակտիվ լսման տեխնիկաներին, ապա հավանաբար կստեղծվի այդ հուզական կապը, բայց եթե մենք ի սկզբանե այն կանխակալ վերաբերմունքով մոտենանք, որ միևնույն ինքը ինձ չի լսելու, հավանաբար այդ հուզական կապը չի ձևավորվի։ Եվ եթե երեխան ինչ-որ բուռն հույզերի արտահայտման շրջանում է, ուղղակի թույլ տալ, որ ինքը մի փոքր հանդարտվի, պետք չի այնց այդ պահին լռեցնել երեխային, որովհետև եթե փորձեմ մետաֆորիկ նկարագրել, հա, երեխան ունի շատ բազմաթիվ հույզեր եւ մենք նրան հնարավորություն ենք տալիս դառնալ իր հույզերի դիրիժորը, հա, կարողանա գլուխ հանել իր հույզերից, հասկանա որ իրավիճակներում որ հույզերն են գլուխ բարձրացնում, ակտիվանում, գերիշխող դառնում եւ դա միայն կարող է կատարել ծնողի ուղղորդմամբ, ծնողի վերահսկմամբ եւ ծնողը պիտի հետ հարթացոլի, հա, հետ հայելի այդ հուզական դրսևորումը եւ անպայման կատարվի օրվա ամփոփում, օրվա վերջում, երբ որ բոլոր կրքերը, այսպես ասած, հանդարտվել են, օրվա վերջում անդրադարձ կատարվի, թե ինչպիսի հուզական դրսևորումներ ունեցել երեխան եւ ուրախ դրական պահերը մատնանշվի եւ մի փոքր ավելի տխուր կամ բարկացկոտ պահերի հետ քննարկում իրականացվի, այլ ոչ թե ուղղակի ծածկոց փռենք կամ ստվերային հատված տանենք այդ պորտկումները, որովհետև այդ պորտկումները յուրատիպ ինդիկատորներ են, որ ծնողավարման process-ում լրացուցիչ ներդրումների կարիք կա։ Հասարակությունը նաև կամակոր երեխայի ծնողներին պիտակավորում է, որ նրանք թույլ են,
ծնողավարման կանոններին չեն հետևում կամ տեղյակ չեն, իրենք լավ ծնող չեն եւ այլն։ Այս մասին ինչ կասեք։ Այդպես լինի, բոլորս համատարած, ուրեմն վատ ծնողներ ենք, որովհետև ես չեմ ճանաչում գեթ մեկ բալիկ, ով որ չունենա կամակոր դրսևորումներ եւ իրեն բայի իդեալական, դա եւս հա ինչ-որ խնդրի մասին է խոսում, ուրեմն ինչ-որ բնականon զարգացման միգուցե եւ հապաղում կարող է նկատվել։ Բոլոր երեխաներին էլ բնորոշ է կամակոր վարքը, ինչպես նշեցինք, դա իր զարգացման մի անբաժանելի մասնիկ է, բայց շատ կարեւորվում է ծնողի տրվող պատասխան ռեակցիաները դրան եւ ծնողը ներքին ինչ որ առանցք պիտի ունենա, որի շուրջ է ձևավորվում իր ծնողությունը, բնականաբար իր առավելություններով եւ իր թերություններով։ Թերությունները ոչ թե պետք է մատնանշել ու մեղքի զգացում առաջացնել, հա, մեղադրանք, ինքնամեղադրանք, որ ես փաստորեն լավ ծնող չեմ, այլ ուղղակի այդ թերությունը շատ ավելի պետք է հզորացնի ծնողավարման process-ը, ել ավելի հուզական դարձնելով այն, որովհետև այս ամբողջը կկորցնի իր արժեքն ու նշանակությունը, եթե ծնողի եւ երեխայի միջև համագործակցության եզրեր ձևավորված չեն եւ չկա ինչ-որ համատեղ ժամանց, որը որ միավորում է ծնողին եւ երեխային։ Կան նաև ծնողներ, ես անձամբ հանդիպել եմ այդպիսի ծնողների, ովքեր նույնիսկ խրախուսում են, որից երեխաները կամակոր մեծանան։ Ինչու, որովհետև այսպես պատճառաբանում են, որ հետագայում իրենք շատ ավելի կայացած մարդիկ կլինեն, իրենք իրենց ուզածին կհասնեն, սա նաև այսպես ասած լողոզվում է նպատակասլացության հետ։ Որքանով է վտանգավոր սա։ Սովորաբար շատ նպատակաս, այսպես ներողություն այսպես են ասում, շատ նպատակասլաց երեխայի մինչև իր ուզածին չհասնի, չի հանդարտվի։ Սովորաբար մեր սոցիալական միջավայրում դրա համար հոգեբան մասնագետ պետք չէ, որ դա նկատել, մարդիկ խուսափում են գործ ունենալ չզիջող համագործակցության եզրեր չփնտրող մարդկանց հետ, որովհետև մենք ծնվում ենք սոցիալական միջավայրում եւ եթե չտիրապետենք հարմարվելու կարողություններին, սովորաբար հենց այդ մարդն է ավելի շատ տուժում, ով որ համագործակցության եզրերի չի գնում։ Իհարկե շատ ինչ որ հազվադեպ հանդիպող кейսերում հնարավոր է, որ այդ խիստ նպատակասլացությունը, ռիգիդ նպատակասլացությունը կարող է իր պտուղները տալ, բայց հիմնականում սոցիալական միջավայրում, այսպես ասած, հաղթում է համագործակցային եւ ադապտիվ որակները։ Հենց գործարարներն էլ, հա, աշխատակիցներ ընդունում են, հա, այդ հարցազրույցները սովորաբար կառուցվում են այն տրամաբանության վրա, որ հասկանան ու բացահայտեն, թե իրենց աշխատակիցը կամ իրենց ընկերը կամ իրենց մտերիմը ինչքանով է զիջման պատրաստ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ զրույցի ու ներկայության համար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս Վիկմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Էմմա Արզիևան են։ Մինչ ձեզ հրաժեշտ տալն ասեմ եւս մեկ անգամ շնորհակալություն Glimt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջյան 17 հասցեում, վերջիններից հետ կապ հաստատելու համար կարող եք նաեւ զանգահարել 077 31 30 74։ Այսօրվա համար այսքանը, ցտեսություն։